Վերադարձանք տաղավար եւ շարունակում ենք եւ շատ բարձր տրամադրությամբ ենք շարունակում, որովհետեւ հիմա մեր գործընկերն է միացել մեզ, տաղավարում է Դավիթ Ծերունյանը, բայց ոչ որպես մեր համահաղորդավար, այլ որպես Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար եւ Պարգա այս տարվա Հայաստանի ներկայացուցիչը Բարի լույս։ Բարի լույս, այո, ինչ լավ է, որ մենք եւս ունենք հնարավորություն մինչ գլխավոր մրցույթի ձեզ հետ հանդիպելու, պարզելու, թե ինչ աշխատանքներ եք իրականացնում, որտեղից եք վերադարձել, ուր եք մեկնելու, ուր է իրես քանի օրը եթերում չէիր Դավիթ, եւ ուր ես նորից մեկնելու, ահա, ուր եք գնալու, չէ, մի հատ խոսենք որտեղից են եկել, այո, համերգի մասին խնդրում եմ Պարկ պատմես։ Դու սկսի։ Վերադարձել եք Ամստերդամից, ինչ համերգ էր։ Ամստերդամում այդ պրոմոտորներից համերգներ, նաև որը լինելու է Մադրիդում, երկրորդ պրոմոտորի համերգը, Ամստերդամի առաջիններ ու սենց շատ տպավորված ենք, շատ սենց, չգիտեմ, պոզիտիվ էներգիա ենք ստացել։ Հանդիսատեսը ինչպես ընդունեց քո ելույթը։ Շատ լավ, իրականում ես գիտեի, որ Օբշի Եվրատեսիլի ֆանատները իրանք միշտ բարձր, միշտ երգում են, բայց ու վերջում էր ասեցի մատ փորձեմ այդ սելֆի անեմ ու որ մարդիկ հետս երգեն ու իրոք sense շատ բարձր է, չէ սպասում որ այդ կարգելի կլինի, չէ շատ։ Մենք նկատեցինք դուք բավականին ակտիվ եք սոցցանցերում, բարբերաբար հետաքրքիր տեսանյութերով, ռիլերով ներկայացնում եք ձեր 4 օր չէ կարծեմ տևեց, բայց ոնց որ մի 10 օր են տեղած լինեք, այդքան մի օր ոնց ակտիվ էր։ Մեզ համար 10 օր, նրանց համար 1 օր, բայց ինչ տարբեր է։ Ժամանակային զգացողությունը շատ խիստ տարբեր է, բայց պատմիր նաև մասնակիցների հետ քո շփման մասին, որովհետև կարծես շատ հետաքրքիր լավ անմիջական շփում է եղել եւ կապ է ձևավորվել։ Լիք մասնակիցների հետ ծանոթացանք, լիք կոնտենտ արեցինք ու իմ ֆավորիտներից մեկը դա Ավստրալիայի Գոջոն էր, Գոջո։ Իր հետ չգիտեմ, sense էներգիաներով sense շատ կպանք ու իր հետ էլ նաև կոնտենտ նկարեցինք, արդեն Instagram ենք տեղադրել։ Ու մնացած մասնակիցների հետ էլ ծանոթացա, Էրիկայի հետ կոնտենտ արեցինք, Ֆինլանդիայի մասնակիցը։ Իսկ իրանք քո հանդեպ ինչպես էին, ասես նախատրամադրված, իրենց գրկաբացությունը զգացիր։ Շատ բարի, շատ բաց, sense friendly հարաբերություններ են։ Դավիթ մանրամասնիր։ Դե հիմա կողքից դու ոնց ես այդ ամեն ինչը իրականում ոնց է ամեն ինչը։ Նախ շատ անսովոր է այստեղ նստած լինել այս հյուրի կարգավիճակում, բայց շատ հաճելի է պիտի անկեցնեմ։ Երեքով խոսենք Պարգի հետ։ Մենք կփորձենք այնպես անել, որ դու շատ լարված չլինես այդտեղ նստած։ Այո, ես փորձում եմ շատ լարված չլինել, բայց վերադառնալով բուն թեմային, իրականում շատ լավ է անցել առաջին համերգը։ Մենք իհարկե յուրաքանչյուր տարի ասես ավանդույթ լինի, գալիս ենք առավոտ լուսով, միշտ խոսում ենք այդ ամենի մասին, հատկապես առաջին պրոմո ելույթից հետո։ Այս տարի 2 պրոմո համերգի ենք մենք մասնակցում, մեկը դա Ամստերդամն էր, մեկը Մադրիդն էր լինելու, որը գալիք շաբաթ ենք գնում, եւ սովորաբար առաջին Քանի օրով։ Մենք էլ իմանանք։ Հաշվում ամեն անգամ 4։ Լավ, շատ լավ։ 3-4։ Եվ իրականում միշտ այս առաջին պրոմո համերգը թերևս ամենակարևորն է, որովհետև իհարկե այս դեպքում մենք ունենք դեպի Եվրատեսիլը, որ ազգային ընտրություններ եւ մարդիկ իրականում արդեն տեսել են կենթանի հնչողությամբ, ինչպես է Պարգը կատարում իր երգը, ինչպիսին է նա բեմում, բայց իհարկե պրոմո համերգի ընթացքում մթնոլորտը բավականին տարբերվում է, որովհետև Եվրատեսիլյան բոլոր մասնակիցներն են այնտեղ եւ փաստացի սա լինում է առաջին ելույթը, երբ արտիստը կարողանում է ներկայանալ բոլոր երկրպագուներին, իսկ Ամստերդամի համերգը դա ամենամեծն է, շուրջ 7-ից 8000 հանդիսատես է ներկա լինում այդ պահին դահլիճում, որը բավականին մեծ թիվ է եւ իհարկե բոլորս միշտ թիմը մասնավորապես սրտատրոփ սպասում ենք որ ելույթը շատ լավ անցնի եւ տպավորություններն ու արձագանքները եւս շատ լավ լինեն եւ կարծես թե արձագանքները լավ են։ Իսկ քո կարծիքով ոնց անցավ ելույթը կողքից։ Ես կարծում եմ որ շատ լավ անցավ, կարծում եմ։ Իսկ կար լարվածություն Պարգի մոտ, երբ նա բարձրանում էր բեմ։ Երբ դու կողքից ես տեսնում եւ ես անկեղծ պիտի լինեմ, քանի որ Պարգին վաղուց եմ ճանաչում, նոր չեմ ճանաչում նրան եւ ես կարծում եմ բոլոր այն երգիչները, այդ թվում Պարգը, որոնք բավականին երկար ժամանակ աշխատում են օրինակ ակումբներում կամ շատ համերգներ են տալիս, այսինքն անդադար կենթանի հնչողությամբ երգում են եւ սովոր են թե այդ միջավայրին բեմում կենթանի հնչողությամբ երգելու, թե հանդիսատեսի հետ շփվելու նաեւ բեմից, ես կարծում եմ, որ նրանց համար մի քիչ այս եվրատեսիլյան ճամփորդությունները գուցե ավելի հեշտ են տրվում, որովհետեւ իհարկե նրանք արդեն սովոր են այդ ամենին, բայց հուզմունքը միշտ կա, չնայած Պարգը դա ցույց չի տալիս, չես տեսնում։ Այդ հավասարությունը կա, բայց չգիտեմ, դա վարքյանական անցնում է բեմի վրա, երբ գտնվում ես։ Քանի վարքյան տենց հետո արդեն hey guys
տես, hello Amsterdam, տես։ Իրական արտիստի կեցվածքով եւ հոգեբանությամբ, բայց ամեն դեպքում սա բավականին մեծ դահլիճ էր, հանդիսատեսի մեծ հսկայական քանակ էր, այս փորձառությունը քեզ ինչպես տրվեց եւ ինչ վերցրեցիր այդ մեծ էներգիայից։ Ինչքան մեծ, այնքան լավ։ Իրականում հայ, իմ համար ինչքան օրինակ sense 3-4 մարդ եմ նստի ու ասեն երկի, ես ավելի շատ կլարեմ, քան թե շատ լինեն, չգիտեմ, դա տենց, բայց Օգնում են երևի, հա։ Որտեղ sense դու այդքան էլ հենց մարդ հայացներ տեսնում ես, բայց այդքան էլ դու sense չես ֆիքսվում, էլի, որտեղ որ քիչ են, արդեն ինչ որ, չգիտեմ, որ մեծ են sense, հա, sense այդ, չգիտեմ, բայց այդ էներգիան ինձ sense ես շատ մեծ հաճույք ստացա։ Ինչ զգացողություն է հասկացալ, որ հա ամեն դեպքում դու պատրաստ ես Եվրատեսիլի ելույթին, քեզ այդ մեծ հսկայական մարդկանց բազմությունը ոգևորում է։ Իմ դեպքում ու այս երկի դեպքում հասկացա որ sense ինքը հենց մենք ուզում ենք այդ ստանանք այդ երկը որ այդ ստադիոնի ինչ որ այդ մուդը լինի որովհետև նենց այդ կրկին երկի այդ լա հենց սպասում ենք որ այս մարտիկը երկել են այդ մասերը ու իրոք երկեցին այսինքն ոնց որ ամեն ինչ հանդիսատեսի հետի կապը եւ արձագանքը շատ կարեւոր է եւ կարծես թե քեզ մոտ շատ լավ ստացվում է այդ կապը հաստատել նրանց հետ։ Նաև իրականում անկեղծ ասեմ, արդեն նաև հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, իհարկե շատ կարևոր է թիմի աշխատանքը, Եվրատեսիլում դա անհերքելի է, բայց ել ավելի կարևոր է արտիստի աշխատանքը եւ արտիստի անհատականությունը, ոչ միայն որպես արտիստ, այլև որպես մարդ, որովհետեւ երբ հայտնվում ես առաջին մասնավորապես այդ պրոմո ելույթին, որը Ամստերդամն էր, իհարկե բոլոր երկրների մասնակիցները այնտեղ են եւ մի բան է, երբ թիմի անդամներն են փորձում արտիստին ծանոթացնել այլ մասնակիցների հետ, մի բան է, երբ արտիստը ինքն է շփվող, ինքն է կարողանում իրեն ներկայացնել եւ կարողանում է արդեն այդ կապը հաստատել, շփվել բոլոր արտիստների հետ։ Անմիջականություն ձևավորել։ Իհարկե, եւ այդ առումով պիտի ասեմ, որ կարծում ես եւ թիմը շատ հպարտ ենք պարգով, որովհետեւ նա այսպես պահիտակ անգամ թեքվում ենք, փորձում ենք գտնել հասկանալու պարգը, տեսնում ենք ինչո մեկի հետ այնտեղ ինչո բան է, հոլովակ է նկարահանում արդեն, երգ են փորձում ինչո բան են անում, այսինքն անընդհատ այդ կապը կար, ինչը ամենակարևորն է այս փուլում նախագծում։ Օրգանիկ է Բայց ստացվում։ անկեղծ մինչև գնալը իմ մոտ կար լավացություն որ այսա պիտի ծանոթանամ, անգլերեն պիտի խոսամ, վայ անգլերեն ես, բա որ sense ինչ որ չհասկանամ, չպատասխանեմ, բայց իրականում ես էի ինձ sense շատ բան անում, sense ավելի շատ լարվում էի, բայց իրականում շատ ավելի անմիջական է լինում շփումը մասնակիցների հետ։ Լավ, ելույթի եւ բեմադրության մասին խոսենք։ Այս միշտ են հասնում։ Երբ տեսահոլովակը երբ պատրաստ կլինի։ Հակագծերը բացում է։ Հիմա իրականում ես փորձեմ դիվանագիտով պատասխանել։ Իսկ քեզ մոտ դա շատ լավ է ստացվում։ Շնորհակալ եմ Լուսինե։ Հիմա ամենաբուրըն իհարկե փուլն է, երբ աշխատում ենք արդեն հենց բեմադրության ուղղությամբ, աշխատելու ենք ռեժիսոր Մարվին Դիթմանի հետ, որի հետ մի քանի անգամ տարբեր տարիների ընթացքում համագործակցել ենք, բայց միայն նա չէ, իրականում բավականին մեծ թիմ է աշխատելու եւ տարբեր երկրներից ունենք եւ Անգլիայից եւ Հունաստանից եւ Ավստրիայից մասնագետներ եւ անգամ Շվեդիայից ունենք մասնագետներ, որոնք բեմադրության համար նախատեսված չեմ կարող այն անվանել դեկորատիվ լուծում, որովհետև այն դեկոր չէ։ Հիմա պիտի փորձեմ այնպես պատմեմ, որպեսզի փակագծերը չբացեմ, ինտրիգան պահեմ, բայց նաև սխալ բան չասեմ։ Իսկ ինչ է, եթե դեկոր չէ։ Դեկոր չէ, բայց կարող ենք այսպես հատուկ սարքավորում է, որը պատրաստում են հենց հիմա Շվեդիայում մեր գործընկերները մեզ համար, եւ մենք 2 օրից պիտի պարգի եւ թիմի հետ միասին մեկնենք նախ Շվեդիա այնտեղ այդ սարքավորման միջոցով փորձերն իրականացնելու համար, համոզվելու, որ ամեն ինչ ճիշտ է եւ լավ է։ Լավ եմ ասում ճիշտ ես որ նայի չի հասկանա թե ինչ է դա բայց ինտրիգան կա ամեն ինչ ճիշտ է բանը Լավ Դավիթ դու եթերից հետո քաղցած ես հավանաբար մենք միասին կնախաճաշենք դու չես կարողանալու կորզես չէ լավ իսկ հետո իսկ բեմադրությունը դե հենց բեմադրությունը հենց դա է կարող ենք այսպես կարող ենք ասել որ իրականում շատ երկար ենք այդ քննարկումները ունեցել որովհետև դեպի Եվրատեսիլում իհարկե հանրային հեռուստաընկերությունը հնարավորություններ տալի բոլոր արտիստներին որպեսզի իրենք իրենց բեմադրություններով իրենց տեսլականով գան օգտագործեն մեր բեմը մեր սարքավորումները եւ ներկայանան արդեն հեռուստադիտողին եւ ժյուրիին այս դեպքում Եվրատեսիլի համար մենք բավականին երկար քննարկումներ ենք ունեցել եւ կարող եմ ասել որ բեմադրությունը այնտեղ գրեթե ամբողջովին կտարբերվի այն ամենից մարդիկ չմտածեն թե իրականում մոտ է լինելու այն ամենը ինչը դեպի Եվրատեսիլում տեսանք ներողություն ոչ ոնց հասկանում ես ոչ ամբողջովին փոփոխվում է իսկ դու մենակ ես լինելու բեմում
Այդքան չէ՞ դի ասեմ։ Դե կարծում եմ այո, կարող եք ասել։ Ամեն ինչին վրա։ Կարող եմ դա ասել։ Ամեն ինչի։ Այո, այո, մենակ եմ լինել։ Գիտես, որովհետև Լուսինա այս փուլում շատ պետք է շատ զգույշ ամեն ինչ ասել, որպեսզի չբացահայտես միանգամից ամեն ինչ, բայց տես իրականում բավականին շատ բան արդեն ասացինք։ Մենակ է լինելու բեմում, բայց դրան զուգահեռ բեմադրություն, որը ամբողջովին տարբերվելու է ազգային ընտրության բեմադրությունից, որի համար անհրաժեշտ է հատուկ սարքավորում կամ սարքավորումներ, որոնց օգնությամբ աշխատում են եւ դրանց օգնությամբ փորձերը պիտի անեն գալիք շաբաթ, եւ իրականում հուսով ենք, որ ամեն ինչ կստացվի այնպես, ինչպես մենք ծրագրավորում ենք, որովհետեւ դա էլ պիտի արդից օգտվելով ասեմ, որ յուրաքանչյուր տարի, երբ մենք գնում ենք Եվրատեսիլ, իհարկե վերջում միշտ թիմի պատասխանատվությունն է այդ աշխատանքը, որը բեմում տեսնում ենք, բայց միայն մեր թիմը չէ, որ աշխատում է նաև հյուրընկալող երկրի թիմը, եւ շատ հաճախ, երբ դու կամ ռեժիսորը ունենում է որևէ տեսլական պատկերացում, միշտ չէ, որ այն ամբողջովին կատարվում է բեմում, որտեղ լինում են տեխնիկական խնդիրներ գուցե անձնակազմի հետ կապված կամ շատ են լինում խնդիրները, եւ այս դեպքում իհարկե մենք այդ առումով մեծ օգնության կարիք ունենք Շվեյցարիայի հանրային հեռուստաընկերությունից, որը հյուրընկալում է այս ամբողջ Եվրատեսիլը, եւ հուսով ենք այս փուլում ամեն դեպքում աշխատանքները նրանց հետ եւ բանակցությունները լավ են ընթանում ու հուսով ենք, որ մեր շատ տարբերվող տեսլականը կլինի այնպես, ինչպես որ դուք պատկերացրել եք։ Այո, մենք վստահում ենք քեզ եւ ամբողջ թիմին Եվրատեսիլի, վստահ ենք, որ հրաշալի կներկայանանք, ինչպես միշտ, եւ վերջին հարցը, դա չնայած գուցե սրա համար շուտ է, բայց սովորաբար Եվրատեսիլի մրցույթից հիմնական մրցույթից առաջ վարկանիշային աղյուսակներ են կազմվում եւ արդեն այսպես առաջին եռյակ, առաջին հնգյակ, առաջին տասնյակ ձևավորվում է, սկսում են կանխատեսել, թե ովքեր կլինեն առաջին հնգյակում։ Կան արդեն այդ աղյուսակներ եւ որոշակի կանխատեսումներ։ Կան բուքմեյքերական կանխատեսումները, որոնք միշտ յուրաքանչյուր տարի լինում են, որտեղ կան երկրպագուների կանխատեսումները, որոնք տարբերվում են հաճախ, եւ կան արդեն բուքմեյքերներինը, եւ մենք իրականում յուրաքանչյուր տարի փորձում ենք այդ կանխատեսումներին շատ մեծ ուշադրություն չդարձնել ու չհետևել, որովհետեւ դրանք իրականում շատ տարբեր Որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ դա գիտես իրականում Եվրատեսիլի դեպքում շատ հետաքրքիր է, որովհետեւ երբեմն իրականում է ճշգրտությամբ, այսինքն հենց այնպես ոնց կանխորոշել են, երբեմն ամբողջովին տարբեր պատկեր է լինում։ Օրինակ անցած տարի բուքմեյքերները չէին կանխատեսում, որ Շվեյցարիան հաղթելու է, բայց Շվեյցարիան հաղթեց։ Այն երրորդն էր, եթե չեմ սխալվում բուքմեյքերներով։ Գուցե երկրորդը, երրորդը, բայց առաջինը չէր։ Նույնը կիսաեզրափակում էր, երբ Լատվիան օրինակ վերջին հորիզոնականում էր բուքմեյքերներով, բայց նա անցավ եզրափակիչ եւ բոլորը ապշած էին թե ինչպես։ Այսինքն այդ գործոնը մենք մինչեւ օրս չենք հասկացել իրականում ինչպես են բուքմեյքերները այդ ամենը անում։ Դրա համար ես միշտ մեր արտիստներին ասում եմ ուշադրություն մի դարձրեք, որովհետեւ ձեր աշխատանքը բուքմեյքերների ռեյտինգներին հետևելը չէ, ձեր աշխատանքը բեմում հնարավորինս լավ ելույթ ունենալն է եւ մնացածը արդեն ժյուրիի ու հեռուստադիտողի ձեռքերում։ Իսկ մեր սիրելի հեռուստադիտողների աշխատանքը մեր եւ ձեր դա ամբողջ վստահությամբ, հոգով, սրտով, էներգիայով լինել մեր պատվիրակի կողքին, նրան դրական լիցքեր փոխանցել եւ հավատալ նրա հրաշալի եւ քվեարկել եւ ամենակարևորը այդքանից հետո չքվեարկելը արդեն ոնց որ շատ սխալ կլինի։ Շնորհակալ ենք, հաջողություն, լավ ելույթ ունենաս Պարկ Մադրիդում, վերադառնաս եւ հետո կրկին կհանդիպենք մեր տաղավարում։ Սիրով։ Շնորհակալություն։ Մենք շարունակում ենք եւ երևի թե տրամաբանական կլինի, կհասկանաք արդեն թե ինչպես ենք շարունակում։ Թե ինչ երաժշտություն ենք լսելու։